կրթությունը իհարկե մեծ արժեք պիտի ունենա յուրաքանչյուր հասարակությունում, որտեվ կրթությամբ համար մարդը կարողանում է տարբերել լավը վատից, կարողանում է աշխատանք գտնի, ավելի նյութական կայանա այս կյանքում, ինքնաիրականացվի, այսպես ասած, ու սակայն մեր հասարակությունում դա ավելի ձևական բնույթի է, երբ որ երեխան 10-րդ դասանը ավարտում է, ինքը առանց գիտակցելու, թե ինչու ծնողների ցանկությամբ, ուղղակի թե բոլորն են գնում, ինքն էլ ինչ-որ մի հատ ուղղություն է ընտրում ու այդ ուղղությամբ շարունակում է, բայց դա հետագայում իհարկե վնասում է իր գործունեությանը, որտեղ եթե ինքը իսկապես արժևորեր այդ կրթությունը ու ճիշտ ժամանակին ընտրեր այն ինչ-որ ինքը արդեն ընտրել էր, կամ մեկ այլ առարկա այլ մասնագիտություն, որը իրեն շատ համապատասխան կլիներ, ինքը ավելի լավ կկայանար այս կյանքում։ Այդպես ու կրթությամբ կարելի է հասնել այն ամեն ինչին, ինչին որ երազում ես, ձգտում ես։ Կրթությունը, եթե դու ինչ-որ մի բան շատ ես սիրում, այդ կրթությունը կարող է հետո այդ քո սերը Լույս կրթությունը քեզ ինչ-որ մի բավականության բերի։ Կրթություն ունենում ենք դրա համար, որ հետո բավարարվենք մեր ոչ թե միայն գիտելիքներով, այլ այն ինչ-որ մենք տալիս ենք ուրիշներին։ Իրական կյանքը շատ բարդ երևույթ է։ Դե կարելի է կրթություն ստանալ եւ քո բանով չաշխատել։ Պետք է որ շատ լավ գիտելիքներ ունենաս, համարյա տաղանդավոր լինես, որ գնահատվես։ Չէ, գործազրկությունը շատ մեծ է, աշխատանք շատ պիտի փնտրես։ Հիմա գիտելիքը ամենակարևոր բանն է։ Եթե մարդ չունի գիտելիք, ինքը այս աշխարհում ոչ մի բանի չի հասնում։ Կրթությունը անհրաժեշտ է այսօրվա օրով, ընդ որում, բացի դրանից համարվում եմ, որ շատ անհրաժեշտ է ինքնակրթությամբ զբաղվելը։ Հայլուն գիտելիքների լեզվական մի քանի լեզու պարտադիր կարգով, որը դա գիտելիք չի որոշում, դա ուղղակի անհրաժեշտ պայման է, լավ աշխատանք ունենալու համար, լիարժեք մարդ զգալու համար, շփվելու համար։ Կրթությամբ կարող ես դառնալ միջին, բավականին կայացած, եսի նկատի ունեմ բավականին կայացած ոչ թե մեծ շատ գումարներ վաստակելու համար, այսինքն կարող ես ապահովել քո ընտանիքը, երեխաների, կարող ես մի քիչ պտտվել, աշխարհ տեսնել, որքան հնարավոր է, այս ձևով, պարտքեր չունենալ, վարկեր վերցնել։